Ողջույն, սիրելի խեցգետիններ, ասcendenti նշանով եւ արևի նշանով, այսօր հունվարի 25-ն է Նեպտունի օրը եւ ես իմ օրացույցով եւ ես կներկայացնեմ ձեզ փետրվար ամսվա համար կանխատեսումը ձեր նշանի համար անպայման լսում ենք այդ երկուսը ասcendenti նշանը եւ արևի նշանը միացնում ենք իրար եւ արդեն դուք ունենում եք ամփոփ պատկերը տվյալ ամսվա համար։ Իդեպ նշեմ, որ դուք 12-րդ տեղից շարժվել եք 10-րդ տեղը, այդպես։ Եվ իհարկե առաջընթաց կա, այդպես մանևրում են խեցգետինները, վերջում, մեջտեղում կամ ավելի առաջ են շարժվում, այդքանով սահմանափակվում է։ Սիրելի խեցգետիններ, եւ այսպես ինչ ունենք փետրվարին, ինքը կարևոր ամիս է, որովհետեւ մենք ունենք արևի օղակաձև խավարում, այնուհետև գտնվելու ենք խավարման միջանցքում, երբ տեղի կունենա Մերկուրիի հետընթացությունը, ինքը լինելու է ջրի նշանում հետընթաց, եւ իհարկե Ուրանը կդառնա ուղղընթաց, եւ Սատուրնը վերջնականապես կտեղավորվի խոյի նշանում, որտեղ իրեն արդեն կդիմավորի Նեպտունը, որ տեղավորվել է եւ այդպես երկար իրանք դեռևս այդտեղ կմնան, որովհետեւ ձեր կարիերայի հարցում իրենք դեռևս անելիքներ կան, դեռևս դուք ուրեմն պիտի աշխատեք, պիտի սովորեք, ինչ որ նրանք ովքեր այդ տարիքում են շատ հարցեր մասնագիտանան, ել ավելի շատ խոչընդոտներ հաղթարեք, սովորեք, հասկանաք ձեր սխալները եւ այլն եւ այդպես արժևում դա է ձեզ սպասվում եւ իհարկե Վեներան եւս կմտնի ձկան նշան եւ ինքը այդտեղ բարձրակետում է գտնվում ի տարբերություն Մերկուրի, որը ձկաննշանում ոչ միայն վտարված է, այլ նաև անկման մեջ է գտնվում եւ իհարկե փետրվարի 18-ին արդեն արևը կմտնի ձկան նշան, այդտեղ է լինելու դուք ջրի նշան, ձուկը ջրի նշան, այնպես որ ձեզ համար ուրեմն այդտեղ շատ լավ կլինի։ Հիմա ծանրաբեռնված ձեր ֆինանսների տոնը, այստեղ կամ դուք շատ ֆինանսներ եք աշխատում ձեր ուրեմն անձնական քարտեզի եւ մոլորակների դասավորության կամ այստեղ կատարում են որոշակի ծախսեր։ Ահա, հիմա փետրվարի 2-ին Գիշերը Հայաստանի ժամանակով 2:09:03 տեղի կունենա լիալուսինը, արևելությունը կհակադրվեն 14 աստիճանում եւ այն կլինի առյուծի նշանում, դա ձեր ֆինանսներն է։ Այդտեղ է լինելու լիալուսինը եւ հավանաբար այն ամեն ինչ որ կապված է ֆինանսների հետ, ես դες ասացի այդ առանցքը բավականին հիմա հավաքված են ուրեմն ջրհոսի նշանում, դա նույն առանցքն է եւ ինչ որ ֆինանսական հարցեր կան, միգուցե շատ աշխատում եք որպեսզի գումար վաստակեք, ինչ որ նպատակների համար գումար եք ներդնում եւ այլն այսպեսի իրավիճակ է եւ նաեւ աշխատանքի հետ կապված հարցեր են միանշանակ դες համար բարձ կլինի քանի տեղ եք աշխատելու ինչպեսին կլինի ձեր աշխատանքը ինչ եք անելու եւ այլն երեխաների հետ նաեւ համապատասխանեցրած ուրեմն երեխայի հարցը եւս այստեղ կա սա այսպես եւ հաջորդ կարևոր իրադարձությունը փետրվարի 17-ին տեղի ունենալու արևի օղակաձև խավարում արևի լուսինը կմիավորվեն 29 աստիճանում Հայաստանի ժամանակով 16:00:57-ին եւ օղակաձև խավարումը տեղի կունենա ջրհոսի նշանում եւ ինչպես որ տեսնում եք նորից ձեր ֆինանսների առանցքն է այսինքն ֆինանսներ գործողություններ որ իհարկե կարևոր այստեղ գլխավոր դերը պատկանում է ֆինանսներին չնայած կյանքում կարծես թե գլխավոր դերը տրված է ֆինանսներին մեր կյանքում մենք չենք կարող իր տեղը այդպես է ստացվում իր տեղը զբաղեցնել ինքը միշտ մնում է գլխավոր որտեղ շատ հարցեր է կարգավորում եւ կարծես թե մոլորակը հենց այսօրվա իրավիճակում հասկացողությամբ պատտվում է այդ գումարի փողերի շուրջը կամ փողերն են պատտվում մոլորակի շուրջը այսպեսի իրականություն այնպես որ սա լավ խավարումն է եւ կարող եք ինչ որ ներդրումներ ֆինանսական եւ այլն նախապես անել
Ուրեմն այդպես իհարկե արդեն օղակաձև խավարումից հետո մենք գտնվենք խավարման միջանցքում, որը կհասնի իր տրամաբանական ավարտին մարտի 3-ին, երբ տեղի կունենա ամբողջական լուսնի խավարումը, արդեն այս անգամ կույսի նշանում է լինելու, բայց ես այդ մասին կխոսեմ մարտ ամսին։ Ահա այստեղ արդեն հարազատների հարցն է, որ հնարավոր է ինչ որ մի բան ձեզանից գնա ինչ որ տեղից հեռանա կամ ինչ որ թեմա ավարտվի, շատ տարբեր ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, ես ուղղակի առաջ չանցնեմ հիմա։ Նու խավարման միջանցքում Մերկուրին կդառնա հետընթաց կփոխի նշանը կմտնի ձկան նշան, այնպես որ լինում ենք ուշադիր, ոչ մի նոր գործ չենք սկսում, այս մասին արդեն գիտեք, ուշադիր եք լինում, որպեսզի իրեր չկորցնեք, հարաբերություններ պետք չի պարզել եւ կարեւորը որ դուք կարողանաք վերլուծել, հասկանալ ինչու այդպես, ինչու սա այսպես ստացվեց, ինչու հարաբերությունները ընդհատվեցին, որովհետև դա կարող է լինել վերաբերել եւ դատական թեմայի, եւ ամուսնական թեմայի, եւ արտերկրի հետ կապված թեմաներ, որովհետև բոլորը շարժվում են այդտեղ եւ այդտեղ դուք անելիքներ ունեք, այսքան հարցեր կա արտերկրի հետ կամ իրավաբանական արդեն ասացի, տարբեր սովորելու, աշխատելու, ուրեմն այդ իրավական հարցերը, ամուսնության հարցեր եւ այլն, այսպիսի թեմաներ կլինեն, որ ուրեմն դուք դա պիտի վերլուծեք, հասկանաք եւ իհարկե Մերկուրին նշան որ փետրվարի 26-ին է լինելու հետընթաց, այդ ամենը կավարտվի, այդ մղձավանջը կավարտվի թեկուզ հենց ֆինանսական նաեւ ֆինանսներ են գնում հավանաբար, կավարտվի մարտի վերջին։ Ահա այսպես եւ ուզում եմ նշել նաեւ որ աստիճանաբար շատ խեցգետիներ, այստեղ հիմնականում ասcendent-ի նշանով, գիտեք աստիճանաբար ձեզ մոտ կլինի միգուցե ոմանց մոտ ուրեմն այս տարի, ոմանց մոտ մյուս տարի, բայց process ինքը հասունանում է եւ շատերը կփոխեն իրենց մասնագիտությունը, այլ մասնագիտություն կընտրեն կամ այլ ուղղությամբ կգնան, կյանքը կփոխվի իրենց մոտ շատ, հարաբերությունները կփոխվեն եւ նոր մարդիկ հնարավոր է հանդիպեն ձեր կյանքում, ինչևէ շատ բան է փոխվելու ձեզ մոտ, այնպես որ սա ձեզ գիտություն եւ իհարկե Սատուրնը, ինչպես որ ասացի, մտնում է նշեմ երբ փետրվարի 14-ին Սատուրնը կմտնի Խոյի նշան, այնտեղ է մնալու մինչև 2028 թվականի ապրիլի 13-ը եւ դուք զբաղվելու եք ձեր կարիերայով, ձեր նպատակներն են, ինքը իր տանն է գտնվում եւ դուք կզբաղվեք դրանով, որտեղ դա կարևոր է, հավանաբար ոմանք նոր մասնագիտություններ ձեռք բերեն, ինչ որ նոր ծրագրեր մեծացնեն իրենց հնարավորությունները կամ մասնագիտությունը ավելի կոնկրետ խորացնեն, հա, այլ գիտելիքներ եւս ձեռք բերեն, այսպիսի իրավիճակ կլինի, ինչևէ ձեր ամբողջ հայացքը ուղղված է ձեր կարիերային կամ նրանք ասենք նայած ով ինչ տարիքում է գտնվում, եթե ավելի բարձր տարիքում են, բոլոր դեպքերում իրենք կմտածեն իրենց ապագայի մասին, ինչ է լինելու, ինչպես է լինելու, ոնց են դա կարգավորելու, ամեն մի տարիք ունի իր խնդիրը, այնպես որ ձեր հետագա անելիքների հարցերը կփորձեք կարգավորել, սիրելի խեցգետիններ եւ իհարկե Վեներան նաեւ երբ կմտնի ձկան նշան ձեր 9-րդ տուն այնտեղ ինքը կբերի լավ իրադարձություններ, որովհետեւ իր տանն իր նշանում է եւ այստեղ սիրո թեման կարող է ակտիվ լինել, ֆինանսների թեման կարող է ակտիվ լինել, բոլոր դեպքերում ինքը իր հետ կբերի դրական եւ այն ամենը, այսինքն սերը, հարմոնիան, ֆինանսները, գեղեցկությունը, այդ ամենը ինքը իր հետ կբերի, կպարգևի, հա, դա շատ կարևոր է, իսկ այդ ամենը կամբողջացնի արևը, երբ փետրվարի 18-ին կմտնի ձկան նշան։ Ես ուղղակի խեցգետիներին նշեմ, որ
իրենց ուշադրություն դարձրեք նոր ձեր առողջական վիճակին, որովհետև հնարավոր է որոշակի միջամտություններ լինեն, իհարկե տարբեր, բայց կլինեն միջամտություններ, այնպես որ ուշադիր եղեք ձեր ուրեմն առողջության հանդեպ այսքանը, որովհետև գիտեք, ծանրաբեռնվածություն ամեն դեպքում ես զգում եմ խեցգետինների մոտ, ճիշտ է, Յուպիտերը ձեր նշանում է ինքը բավականին լավ իրադարձություններ է բերում ձեր կյանքը, իհարկե լինում են նաև ծախսեր, բոլոր դեպքերում ինքը երբ որ դուրս գա կտխրեն խեցգետինները, բայց ծանրաբեռնվածություն կա, այդ էներգիան կա եւ ինչ որ առումով դա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, ես այդպես զգում եմ, այնպես որ դա կարող է տանել ուրեմն առողջության վրա անդրադառնալ միանշանակ, այստեղ ոմանց մոտ դատական հարցեր, հարազատների հետ կապված հարցեր կան, այդ ամբողջը կարող են կուտակվել, ֆինանսական հարցեր կան եւ դա ազդի ձեր առողջականի վրա։ Այնպես որ ուշադիր եղեք, մասնավորապես այս խավարման ժամանակ, այդպես եւ գրեք ձեր տպավորությունների մասին, որքանով օգտակար եղաք, դիմեցիք բժշկի, կարգավորվեց այդ ամենը, խնայեցիք ձեր նյարդերը, բոլոր դեպքերում սա էմոցիոնալ նշան է, ջրի նշան է, հա, այնպես որ սիրելի խեցգետիններ, այսպիսի հետաքրքիր բաներ, այնպես որ գիտեք, թող այդ լարվածությունը, այդ ֆինանսների թեման, ասացի նաև ամուսնության թեմա կա, այլ երկիր, այլ քաղաք, միգուցե այսպես էլ կարող է արտահայտվել ինքը, հա, այսպիսի թեմաներ կան, թող իրենք հաջողությունը բոլոր դեպքերում այդ թեմաների կողմն է, այնպես որ դուք կարող եք դա այդտեղ հաջողություն ունենալ եւ ձեզ համար լավ լինի, այնպես որ ես ցանկանում եմ, որ ձեզ համար լինի շատ լավ խեցգետիններ եւ գրեք անպայման ձեր տպավորությունների մասին, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս, այսքանը, լավ եղեք առայժմ եւ փորձեք առաջ շարժվել, այդպես